Այսօր նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի, վարչապետի ու արտաքին գերատեսչության ղեկավարի հետ, կքննարկվեն անվտանգային հարցեր, այդ թվում հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կարգավորման գործընթացները, բարևձեց 5-րդ ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օրագիրը, մամուլից նորություններ լսենք։ Հրապարակը գրում է Կիրակի կրթարշավի շրջանակներում նորից Սյունիք Տաթև մեկնած զույգը, թեև ջանք չի խնայել ցույց տալու, որ վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչպես հին ու բարի ժամանակներում մոնտաժված տեսանյութեր էին հրապարակում, թե ինչպես էին մարդիկ համակ ուշադրությամբ լսում, դասախոսությունը ապա լուսանկարվում, բայց թերթին պատմել են, որ Տաթևում մասով կանապահովել են հարակից համայնքների վարչական շրջանների աշխատողների միջոցով։ Նախ դահլիճն է փոքր եղել, մոտ 100 մարդ է ընդամենը կրթվել, եկեղեցու բակում էլ լուսանկարվողները պատահական մարդիկ չեն եղել, մեծ մասը ԿՊԱ-ականներ, նրանց թվում Սիսիանի կոմունալ բաժնի պետ Դավիթ Մարգարյանը, Ընտանյոք Հանդերձ, որոնք փորձում էին տպավորություն ստեղծել, թե շարքային սյունեցիներ են, տեսնելով իշխանական զույգին, բուռն ցանկություն է առաջացել լուսանկարվել։ Ժողովուրդը գրում է մայիսի 15-ին հրապարակվել էր նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հեռանալու որոշումը։ Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ըստ թերթի աղբյուրի վերջին օրերին բանակցային գործընթաց է սկսել նրա հեռացման վերաբերյալ, պատճառը հանրային ու քաղաքական բուռն վրդովմունքն էր։ Դեպքից հետո վարչական վարույթներ հարուցվեցին ինչպես Արթուր Շախոյանի, այնպես էլ Տեր-Մարգարյանի նկատմամբ, սակայն վերջինս շարունակում էր պաշտոնավարել, փորձելով իր դիրքերը պահել նաև քաղաքական հարթակներում։ Փաշինյանի քաղաքական թիմակիցները, ներառյալ ԿՊԱ-ականները, հասկացել են, որ իրենց խորապես խոցելի են դարձնում նման դեպքերը։ Այս ֆոնին Ավինյանը կարողացել է կազմակերպել Տեր-Մարգարյանի հեռանալը։ Թերթը հիշեցնում է, որ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը բաց տեքստով ասել էր, որ եթե Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տա, ինքն ու Դավթաշենի թաղապետն էլ կհեռանան։ Իսկ հիմա բանակցությունների արդյունքում Հանրապետությունը Մարատ Սևոյանին կնշանակի թաղապետ։ Հրապարակն էլ գրում է, թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, հիմա էլ պահանջում է զինանշանը փոխել։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին, հայտարարել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի Մինսկի խմբի լուծարումը, ասել էր, որ Հայաստանի սահմանադրությունում որևէ հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Սակայն Բաքվից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել։ Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, մեջբերում է թերթը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունից ու նկատում որոշ տեղեկություններով Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը խաղաղության պայմանագիր անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, դառնալու է քարոզչական դրոշակ ընտրություններից առաջ։ Օրագիրը շարունակվում է, իմ հյուրը Բորիս Մուրազին է, Պոլիտիկայում կայքի գլխավոր խմբագիր, իդեպ նոր ստացված տեղեկություն, կրկին կաշառքի գործով ձերբակալություններ կան Երևանի քաղաքապետարանում, Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով խուզարկություններ են ընթանում քաղաքապետարանում, 2 պաշտոնատար անձ է ձերբակալվել, մեղադրվում են կաշառք ստանալու համար, այլ մանրամասներ չեն հաղորդվում, սա արդեն որերորդն է շարաններից է, այս նմանատիպ գործընթացների քաղաքապետարանում մի իշխանության օրոք, որը խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին, համակարգային կոռուպցիայի վերացման մասին, ու մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Գիտեք, Արգելի Մարիանա, իրանք իրականում այս նման լուրերով կարող են հակադարձել մեզ, ասելով, որ տեսեք, մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք, մարդկանց ձերբակալում ենք, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է փոքր կոռուպցիոն պատմությունների բացահայտման հարցանը զբաղեցնել, ցույց տալ, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, որ
ներում բեկում չկա, անգամ մեր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, բայց կոռուպցիոն այնպիսի պատմություններ կան, հա, վերջերս դուք հիշում եք, որ բաստոն ներդրել էին նոր այդ QR համակարգը հեղուկ ըմպելիքների հետ կապված, հա, Հայաստանում արտադրվող, եւ դա արտադրողների վրա նոր ծախս է ենթադրում, հա, մյուս կողմից ես նաեւ շփվում եմ խանութների վաճառողների եւ սեփականատերերի իրենց համար է խնդիր առաջանում, որտեղ այդ QR-ը եթե չաշխատեց, իրենք այդ հյութը կամ դազավորված ըմպելիքները չեն կարող վաճառել, որովհետեւ իսկ եթե վաճառեն եւ այդ QR-ը չանցնի համակարգով, ՊԵԿ-ը գալիս է իրենց հետևից դուգանքների տեսքով, հա, այդ համակարգի ներդրման համար, որը ոչինչ չի տալիս հանրությանը, համակարգ ներդրող ընկերությունը $100 միլիոն գումար է ստանալու, հա, տնտեսվարողներից։ Էլի փոխկապակցված է իրենց Կամ եկեք տեսնենք Անիֆի պատմությունը, հա, $65 միլիոն օդ է կորել, հոդս է ցնդել, հա, դարձել է օդ։ Ինչու էստեղ բացահայտումներ չկան, կոնկրետ անուններով։ Կամ 44 օրյա պատերազմի ընթացքում $100 միլիոն կորավ համահայկական հիմնադրամից։ Այդ միլիոնավոր դոլարների մասին, 100 միլիոնավոր դոլարների մասին իհարկե չեն խոսել, որովհետև այդ 100 միլիոնավոր դոլարները արդեն առնչվում են իշխանության վերնախավին։ Տարբեր պատմություններ են, չէ՞, շրջանառում։ Երեք քաղաքացիներից մեկը, որտեղ պայթյուններ տեղ ունեցել Երևանի կենտրոնից մի փոքր հեռու, ասում էր, որ այստեղ տեղ ունեցող շինարարությունը կապվում է Ալեն Սիմոնյանի անվան հետ։ Մի քանի ժամ հետո դուք գիտեք ինչ տեսանք։ Մենք տեսանք շոու Ալեն Սիմոնյանի կողմից թիկնապահներով ընկած այդ կնոջն էին մանգալի կոչ էր անում շինարարներին կապվել իր հետ, ասում էր շինարարների հետ կապվելու շատ կարճ ճանապարհ քաղաքացիներին պետք չէր անհանգստացնել թիկնազորով, հա, այդտեղ պաստառի վրա գրվում է ով է շինարարը, իսկ եթե չի էլ գրվել օրենքի խախտմամբ, ապա ինք կարող էր զանգել իր թիմակից Տիգրան Ավինյանին, ասել ում եք շինթույլտվություն տվել, տվեք տեղեկությունները, ես կապվեմ, հա, սա շոու էր։ Այս բոլոր այդ մեծ ձկները անվնաս են մնալու։ Եվ այս փոքր ձկների պատմություններով, հատկապես քաղաքապետարանի հետ կապված, այդ տարբեր ժամանակներ մենք կտեսնենք, հա, ձերբակալություններ, գուցե նաև հետո նաև կալանավորումներ, բայց դրանք չեն առնչվելու մեծ գործերի։ Լավ, արդեն որքան ժամանակ է Հայաստանը ներմուծվել 1 տոննա կոկային։ Հետո կոկայինի հետ փոխկապակցված Միրան Պողոսյան ասաց 270 կիլոգրամը անհետացել է։ Սա 100 միլիոնավոր, միլիարդավոր դոլարների մասին խոսակցություն է։ Իտալիայում ձերբակալել են 3 տոննա կոկային, որը պիտի գար Հայաստան ըստ իտալական իրավունքի։ Թող այս սրա մասին բացահայտումներ անը։ Խոսքը 1 միլիարդ դոլարից ավել գումարի մասին է։ Թող բացահայտ, ինչու չեն անում, որովհետև այդտեղ արդեն իրենց անունները պիտի հնչեն։ Տեսեք, երեք հարցազրույցում երկրորդ նախագահը մի քանի լրատվամիջոցների հետ նաև այս խնդիրներից խոսեց ու նշեց, որ երևի հիմա Հայաստանում ամենահարուստ մարդը Նիկոլ Փաշինյանն է, որ հասցրել է այս 7 տարվա ընթացքում փաստորեն հասնել ինչ որ կարողությունների ենթադրյալ։ Հիմա ստացվում է, որ այո, կոռուպցիոն բուրգի, այսպես ասած, գագաթին իշխանությունն է, որը ձեր նշած աղմկոտ թեփքերով փաստորեն լռում է եւ հունից դուրս է գալիս, երբ այդ մասին իրեն հարցնում են։ Դուք պատկերացրեք, եթե 4 տոննա կոկայինի հետ կապված չլներ իշխանության ներկայացուցիչ։ Նախ նման ցանկացած մեկը, որ կարող է ուսումնասիրել այդ երկիր չէր կարող մտնել։ Մաֆիայի այդ ճյուղը ուսումնասիրել, բոլորը լավ են հասկանում, որ 4 տոննա կոկային չստուգված ճանապարհներով չեն գնում, այսինքն դա աշխատող ճանապարհի վրա է բռնվում։ Այո, համակարգ է գործում։ Իսկ նման համակարգերը առանց անցնող պետության իշխանության որևէ օղակի հետ համագործակցություն չի կարող օղակի տեղ ունենալ։ Դա, ասենք, 4 տոննա ծիրան չի, ելակ չի, լոլիկ չի, հա, որ կարելի է, ասենք, լոլիկը կարտոֆիլի տակ անցկացնել։ Սա խոսում ենք մենք միլիարդավոր դոլարների թմրամիջոցների մասին։ Ու տարբեր մյուս կոռուպցիոն պատմություններ, հա, որ նույն լավ Աննա Հակոբյանի անվան հետ, քանի կոռուպցիոն պատմություն է գոնե հայտնվել մամուլում։ Ես չեմ պնդում, որ դրանք իրական են կամ ստուգվել են։ Ինչու օրինակ դատախազությունը դրանք չի ստուգում, հա։ Փոխարենը դուք տեսնում եք, այս քանի օրին Աննա Հակոբյանի մոտ սրացումներ են եւ բոլոր այն մարդիկ, որոնք քննադատում են իրենց իշխանությանը, անվանում են տգետ, ոչիլ, տխմարներ, հաբալներ, Հայաստանի որևէ իշխանության ընտանիքի անդամներից որևէ մեկը նման ձևով արտահայտվում։ Ես մենակ մի բան եմ պատկերացնում, սա Աննա Հակոբյանն է, որը գիրք է կարդում։
ու կրթում է, պատկերացրեք, որ այս մարդը գիրք կարդացած չլիներ։ TikTok-ում հայտնի մի կին կա, էլի ղռերից, ժողովրդական խոսքով ասած, հա, այ ինքը ոնց որ Աննա Հակոբյանի գիրք չկարդացած տարբերակը լինի։ Շատ ցավալի է իհարկե։ Գիտեք, համատության եզրեր անգամ չկան։ Դու անպատկերացնելի է, որ ասենք Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, հա, Բելա Քոչարյանը կամ Լուսահոգի Տիկին Ռիտան նման ձևակերպումներ օգտագործեին։ Սա գիտեք ինչ, սա իրանց որակի մասն է խոսում։ Ի վերջո Աննա Հակոբյանը ինչ ասաց, ասաց մենք ընտանիքում քննարկում էինք սա։ Հիմա արդեն հրապարակային, այսինքն սա իրանց ընտանեկան միջավայրի վարք ու բարքն է։ Հիմա ասում է, որ մենք հրապարակային ենք անում, բայց դա հենց այնպես չի արվում։ Ես ձեզ անկեղծ ասեմ, սա չէ, ցայտնոտի նշանել չի։ Տեսեք, Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց իշխանությունը գոյություն ունի, քանի Հայաստանի հանրությունը ներարկված է ատելությամբ։ Հենց ատելությունը պակասում, այսինքն հենց սովորական հայ քաղաքացին, սովորական այլ հայ քաղաքացու հասկանում է, այսինքն թեկուզ տարբեր քաղաքական մոտեցումներ ունենան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեռնում է այդտեղ, որտեղ իրենց հիմքը, իրենց սնուցող էներգիա տվողը դա ատելությունն է, որը կա մեր հասարակության մեջ, հա։ Հիմա ատելությունը թուլանում է, դուք տեսնում եք, երբ որ ներհասարակական ատելությունը թուլանում է, ինչպես է մեծանում ատելությունը դեպի իշխանություն։ Հիմա իրենք բորբոքում են, Աննա Հակոբյանը բորբոքում է ներհասարակական ատելություն, ինքը իշխանության ատելության երկնակամարի ամենափայլուն աստղն է, անկեղծ եմ ասում, սա դու կարող եք հարցումներ անել կտեսնեք, հա, հասարակությունը այնքան չի ատում Նիկոլ Փաշինյանին, որքան Աննա Հակոբյանը, նաև նման դրսևորումների համար, հա, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասենք չի ասել, բայց Աննա Հակոբյանը 11000 հայորդիների անվանել է բան փախուստի դիմաց զինվորականներ, հա, շատ բաներ Նիկոլ Փաշինյանը չի ասել, Աննա Հակոբյանը հիշում են Զոհեր հանուն ոչնչի եւ այլն, եւ դա չի կարող եթերը չնվիրենք նրան, խոսենք ավելի կարևոր նաև օրակարգերից, ես կխնդրեմ մի քանի շեշտադրումներ առանձնացնել երկրորդ նախագահի վերջին հարցազրույցից, լայն հարցերի անդրադարձ կար եւ տարածաշրջանային հնարավոր սցենարներ անվտանգային եւ նաեւ ներքաղաքական։ Ես կարծում պետք է իհարկե առաջին առանձնացնել աշխարհաքաղաքական ուղերձները, որոնք ուղղվեցին կենտրոններին, առաջինը ես կառանձնացնեի Թուրքիայի մասով իր խոսքը, կարծում եմ այստեղ շատ կարևոր շեշտադրումներ կային, հատկապես այն իմաստով, որ տեսեք իշխանությունները ոչ միայն Հայաստանի հանրության մեջ են փորձում ընդդիմությանը ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ, այ որ ընդդիմությունը լինի իրենց փոխարեն իշխանության պատերազմ կլինի, այլև նույն կերպ արտաքին աջակցություն են ստանում, հա, այսինքն փորձում են, հա, եթե տեսեք, մարդ քաղաքական թիմերի ներկայացնում են ռևանշիստներ, չգիտեմ, Արևմտյան Հայաստանը գրավելու մարմաջ ունեցող մարդիկ, հա, մտքեր ունեցող մարդիկ, այդ պարագայում աշխարհաքաղաքական նաև կենտրոններն են լծվում գործին, որ Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն։ Կարծում նախագահը շատ օբյեկտիվ գնահատեց իրավիճակը եւ նաև Արադ Սարի մասով գնահատականներ տեղին, որ այո, դա մեր սիմվոլն է, բայց որևէ մեկը նման ավանտյուրիայի չի տրվելու, Արադ Սարը գրավելու իմաստով, բայց Նիկոլ Փաշինյանն ինչ է համոզում, նաև արտաքին մեզ զենք չեն վաճառում, որովհետեւ արարատություն արտաքին աշխարհին ինչ է համոզում է, ասում է, Նիկոլ Փաշինյանը այդպես փորձում է նաև ստանալ նաև Թուրքիայի աջակցություն, որ այ տեսեք, ես ձեր տարածքները պաշտպանում եմ, ընդդիմությունը ուզում է գրավել ձեր տարածքները։ Իրականում շատ տեղին ուղերձ էր, որովհետեւ այո, Հայաստանի Հանրապետությունը բարձրացնելով ցեղասպանության հարցը, խոսելով հայերի խախտված իրավունքների մասին, որոնք բնակվել են, ապրել են Օսմանյան Թուրքիայի տարածքում պատմական հայկական բնակավայրերում, շրջաններում, հա, այնուամենայնիվ Հայաստանը նպատակ չունի Թուրքիայի վրա հարձակվելու։ Բացի նրանից, որ ներուժ չունի, նաև նպատակ չունի։ Մյուս կողմից նաև այդ փորձեց այդ թշնամանքը տարածաշրջանային հանել նախագահ, որպեսզի Հայաստանի նկատմամբ կուտակվող բացասական էներգիան լիցքաթափվի։ Բայց որ ամենակարևորն է, խոսվեց այո Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին, բայց միևնույն ժամանակ խոսվեց Հայաստանի շահերի պաշտպանության մասին։ Այսինքն Թուրքիան պիտի ստանա ուղերձ, որ այո
եթե չլինի Նիկոլ Փաշինյան, լինի այլ իշխանություն, հա, Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ իր մասին էր խոսում, ապա Թուրքիա փորձելու են հարաբերությունների բարելավում անել, բայց ոչ Հայաստանի շահերի հաշվին եւ ոչ հայ ժողովրդի արժանապատվության հաշվին։ Միութենական պետության մասին այդ կեղծ թեզը հերքվեց, այո, որը այդքան օգտագործվում է իշխանությունների կողմից, իրականում իրենք են, իրենց իշխանությունն է հասել նրան, որ քննարկում է, եթե քննարկում է այդպիսի արած միութենական պետության բան։ Մյուս կողմից նախագահը հողմարեց իր իշխանության տարիներին, որ երբեք նման խոսակցություն չի եղել։ Եթե դուք հայտնվել եք մի միջավայրում, որտեղ արդեն նման խոսակցություններ կա, այդտեղ էլ դուք եք մեղավոր։ Եվ արձագանքեց նաև այստեղ էլ կարևոր էր արձագանքը, ես հետո նայեցի հարցազրույցից հետո հանրայինում խոսեց Արամ Զավելիչը, խոսեց Հայաստանի ինքնիշխանությունից, բայց միևնույն ժամանակ ասաց, որ պետք է մենք գնանք Եվրամիություն։ Եվ ինքը ինքնիշխանությունը հասկանում է այսպես, որ այ Բելարուսիայում ընտրություններ են կեղծում, եթե կեղծում են ինքն է պնդում, հա, դրա համար չի կարող Բելարուսիայի հետ մեկ միության կազմում գտնվող պետությունը ինքնիշխան լինել։ Չնայած էլի եմ ասում, նախագահը հերքեց, որ նման մտադրություններ կան։ Բայց Եվրամիությունը շատ ճիշտ գնահատականներ եւ վերլուծություններ, որ Եվրամիությունը ամենավերպետական կառույցն է աշխարհում, հա, եւ դու չես կարող գնալ ցանկանալ գնալ Եվրամիություն եւ միևնույն ժամանակ խոսել ինքնիշխանություն։ Առհասարակ որևէ միջազգային կազմակերպության առավել եւս ԵՄ-ի նման կազմակերպության անդամակցելիս դու զիջում ես որոշակի բաներ եւ ստանձնում ես կոնկրետ պարտավորություններ։ Արգելի Մարիան, թող ասեն Եվրոպական միության, թող ասեն Եվրոպական միության մի անդամ պետության անուն, որը փոքր պետություն, ասենք Ֆրանսիան չի, Գերմանիան չի, հա, որը կարողանում է արտաքին անկախ քաղաքականություն։ Նույն Էստոնիան, որի մասին խոսք գնաց։ Այդքան տանջվեցինք էստոնիայի ընթացքում, բայց բոլոր հասկանում են, չէ, որ այդ Եվրամիության անդամակցության նորակարգը մի մեծ քարոզչական փուչիկ է։ Իհարկե։ Չէ, բոլոր խելամիտ մարդիկ հասկանում են։ Հասկանում է նաև Արամ Զավենիչը եւ ընկերները։ Իրենք փող են աշխատում այդ թեմայի վրա, ժողովուրդը խաբվում է այդ թեմայի վրա, ովքեր հավատում են իրենց։ Հասկանում եք, այդ մարդիկ կոնկրետ դրել են բիզնես։ Հիմա այդ բիզնեսը այդ տեսքն ունի, որ Եվրամիության համար, արևմուտքի համար նման թեմաներ գցեն ժողովրդին չբողոքեն, հա։ Գեղեցիկ նպատակ ենք վաճառում։ Գեղեցիկ նպատակ էլ չի, հա, ուղղակի դա ժողովրդին զբաղեցնելու միջոց է։ Տեսեք, քանի որ աշխարհակաղակական կուրսի փոփոխությունը չի կարող ցավոտ չլինել ցանկացած պետության համար։ Դա ինչ է նշանակում, դա աշխարհակաղակական էս ԵԱՏՄ-ն կամ ասենք ՆԱՏՕ-ն կամ Եվրամիությունը դրանք արդեն մեկ մարմին են դարձել, հա, մեկը տնտեսական իմաստով, մեկը ռազմական, մյուսը քաղաքական իմաստով, հա։ Եվ եթե որևէ մեկը փոխվում է նրանցից, ու այդ պետությունը Մեծ Բրիտանիան չի, հա, որը Եվրամիությունից հանգիստ դուրս եկավ, չնայած որքան էլ ինքնաբավեր տնտեսական ինքը ազդեցություններ կրեց։ Այսինքն դա նման է մի իրավիճակի, որ դու ցանկանաս մարմնի մի մաս ամպուտացնել եւ հույս ունենաս, որ առնահոսություն չի լինելու, այդպես չի լինում ուղղակի։ Եվ խոսենք ներքաղաքական օրակարգերից, իմպիչմենտի վերաբերյալ նախագահը հստակ դիրքորոշում հայտնեց, նաև 3 բավականին ուշագրավ զարգացումներ եղան, իմպիչմենտ 2, հա, այսպես ձևակերպենք, Էդմոն Մարուքյանի վարչապետի թեկնածությամբ պատիվ ունեմը հայտարարեց, որ Նիկոլ 2-ին չեն սատարում, Հայաստան դաշինքը այս մասով, որքան ես տեղյակ եմ, դեռ հայտարարություն չի արել, բայց նախագահը հստակ նշեց նաև իր դիրքորոշումը, այս գործընթացները ի վերջո ինչ նպատակ են հետապնդում, իդեպ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական մենաշնորհը պիտի վերանա։ Տեսեք, երբ գալիս էի այստեղ եթեր, ես Ֆրանսիայից մի զանգ ստացա, այսպես դավադրությունների տեսության մեջ չմտնեմ, բայց ասեցին Էդմոնը կոնկրետ փող է վերցրել այս թեման առաջ Նիկոլ Փաշինյանից։ Չգիտեմ ես հավատամ թե չէ, բայց այդպիսի տեղեկություններ ինձ հասան։ Բայց այն, որ Էդմոն Մարուքյանը վարչապետի թեկնածու չէր դառնալու, ակնհայտ էր, բայց այստեղ խնդիրը որն է։ Խնդիրը այն է, որ խաղը, որը սկսված էր, նպատակը լրիվ ուրիշ էր։ Նպատակը լրիվ ուրիշ էր եւ այդ ուրիշ նպատակից ելնելով էր, որ պատիվ ունեմ դաշինքը հայտարարել էր, որ թեկնածուի հարցը կքննարկեն առանց նախապայմանների։
Առանց նախապայմանների նշանակում է հենց առանց նախապայմանների, այսինքն իրենք պարտավոր էին իրենց հայտարարությունից ելնելով Էդմոն Մարուքյանի հետ քննարկել իր տեխնացիան հարցը։ Այստեղ Էդմոն Մարուքյանը արդար է։ Չնայած որքան էլ որ քաղաքական իմաստով ծիծաղելի է Էդմոն Մարուքյանը, բայց հիմա քաղաքական միավորը հայտարարել է, որ առանց նախապայմանների կքննարկի տեխնացուի հարցը։ Այստեղ պատիվ ունեմը հետ կանգնեց իր խոսքից։ Հետ կանգնեց իր խոսքից եւ սա խոսում է քաղաքական վատ ավանդույթի մասին, հա, որովհետեւ ասել չկան նախապայմաններ, հետո նախապայմաններ առաջադրեն, դա երկու բան է նշանակում, կամ դու քաղաքականապես այնքան անհեռատես ես, որ տարբեր սցենարներ չես դիտարկում, որ կարող է հայտնվի մի падգամար, որը, ասենք, առաջադրի Ալեն Սիմոնյանին, դու ինչ ես անելու այդ պարագայում։ Ուրեմն իրենց խաղը, որը սկսված էր, ենթադրվում էր, որ ուրիշ ճանապարհով պիտի այլ տեխնացու է լինելու։ Հովիկ Աղազարյանը խառնեց այդ խաղը։ Եվ այս իմաստով եւ Էդմոն Մարուքյանի վարքագիծները ծիծաղելի եւ պատիվ ունեմի վարքագիծները մտահոգիչ, որովհետեւ քաղաքական միավոր է։ Այդ իմպիչմենտի մասին այդքան շատ խոսող մարդկանց հետ հանդիպել էր անձամբ երրորդ նախագահ, հա, ասենք կարգավիճակ էր տվել այդ խնդրին, այսինքն եւ միայն երրորդ նախագահի հետ հայտարարություն հանդիպումից հետո էր, որ պատիվ ունեմ հայտարարեց, որ առանց նախապայմանների կքննարկեն տեխնացուի հարցը։ Հաստատ եւ պատիվ ունեմ եւ այդ իմպիչմենտի հետ թեման առաջ տանող մարդկանց հետ հանդիպումները խափեցին հանրությանը, հայտարարելով մի բան, անելով այլ բան։ Այո, ցուկ ցվանգային իրավիճակ էր պատիվ ունեմի համար, որովհետեւ եթե առաջադրեին Էդմոն Մարուքյանի հետևեին իրենց հայտարարությանը եւ առաջադրեին Էդմոն Մարուքյանի տեխնացուն, դա իհարկե էլի ծիծաղելի կլիներ։ Թեև Էդմոն Մարուքյանը ասում է ինքը ոչ նախկին է, ոչ ներկա, բայց ինքը այս իշխանության հետ պաշտոնապես համագործակցել է, համ ներկա է, միայն այս իշխանությունը չէ։ Էդմոն Մարուքյանը համ նախկին է, նախկին ասելով Նիկոլի հասկացած նախկին, եւ համ ներկա է Նիկոլի հասկացած տերմինով։ Ինչու, որովհետեւ Էդմոն Մարուքյանը 2012 թվականին չունենալով падգամավորի տեխնացու դառնալու համար անհրաժեշտ նախապայմանը, այսինքն 4 տարի անընդմեջ, եթե օրենքը ճիշտ է վերաբերում, բնակության ժամկետը։ Իշխանության այդ ժամանակվա Սերժ Սարգսյանի իշխանության աջակցությամբ օրենք է խախտվել, ինքը ստացել է այդ թուղթը եւ մասնակցել է ընտրությունների։ Սրա մասին ես չեմ բացահայտում, սա բացահայտել է Վիկտոր Դալաքյանը, Հանրապետական կուսակցության տեխնացու 12 թվականի ընտրություններին։ Եվ հետո Էդմոն Մարուքյանի արդեն 17 թվականից քաղաքական համախոհները, դաշինք կազմած ուժի մասնակիցները, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ Էդմոն Մարուքյանը Միքայել Մինասյանի մարդն է, Սերժ Սարգսյանի փեսա։ Հետո դաշինք են կազմել, հետո 18 թվականին, այսինքն դաշինք են կազմել, չեն հայտարարել, որ մենք սխալվել ենք։ 18 թվականին եւ տեղի ունեցել այս իշխանության փոփոխությունը խորհրդարանում այս կարծիքը եւս մի անգամ Ալեն Սիմոնյանը ասել է, կարծեմ 19 թե 20 թվականին Էդմոն Մարուքյանի մասին։ Հայտարարելով, որ այդ կարծիքները կգնաս ներողություն ցիտում եմ իրեն, մի շիկիտ կասես։ Այսինքն եւ հիմա գանք ներկաներին։ Էդմոն Մարուքյանը լավագույնս համագործակցել է իշխանությունների հետ։ Նույն հիմա ինքը տառապում է, չէ, իմպիչմենտի համար։ Երբ որ ինքը խորհրդարանում ֆրակցիա ուներ 2020 թվականից հետո, ինչու չնախաձեռնեց իմպիչմենտի գործընթաց։ Կարող եք ինձ բացատրել դա, որովհետև այն ժամանակ փողոցում կար ժողովուրդ, հիշում եք, գրավել էին անգամ կառավարության, ազգային ժողովի շենքը եւ ԿՊ-ի ներսում կային 15-20 падգամավորներ եւ ավելին, ես թիվ գիտեմ ավելին իհարկե, իհարկե, որոնք պատրաստ էին դեմ դուրս գալ Նիկոլ Փաշինյանին։ Այդ ժամանակ, հիշում եք, երբ խորհրդարանը գրավվել էր քաղաքացիների կողմից, հենց քննարկվում էր անվստահություն հայտնելու հարցը։ Եվ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում էր։ Ձգեցին ժամանակը այնքան, որ հասարակությունը ցրվեց եւ մինչեւ 2021 թվականը իմպիչմենտ։ Եթե դա լավագույն ճանապարհն էր այդ ժամանակ դա ամենա այսպես պարարտ հող ուներ գործընթացը առաջ տանելու։ Բայց սրա մասին չի խոսքը, խոսքը նրա մասին է, որ այս մարդը ոչ նախկիններին բան ասելու իրավունք ունի, ոչ ներկաներին։ Էդմոն Մարուքյանը համ նախկին է, համ ներկա է։ Եվ այստեղ փաստերն են խոսում, հա, սա իմ կարծիքը չի։ Եվ այո, հիմա ծիծաղելի կլներ Էդմոն Մարուքյանի առաջադրումը։
Եվ գրում է բայց մյուս կողմից պատիվ ունեմը պարտավոր էր հետևել իր հայտարարությանը։ Հիմա եթե այս մարդիկ իրենց հայտարարությանը չեն հետևում, հակասում են։ Իրենց մյուս հայտարարություններին մարդիկ ոնց հավատան։ Բա երբ որ այս impeachment-ի գործընթաց սկսողները ասում էին, մենք տեխնացու առաջադրող չենք, падգամավորները կարող են առաջադրել ցանկացած տեխնացուի, չէ՞։ Падգամավորներից երկուսը առաջադրել են ցանկացած տեխնացուի։ Այդտեղ բարձվեց, որ իրենք ունեն նախապայմաններ, իրենք էլ ունեն արդեն տեխնացուների լավ կամ վատ լինելու հարց։ Դա Սա բացահայտում են իրական նպատակը, որը կար էս այդքան էլ լուրջ, ոչ լուրջ եւ ծիծաղելի գործընթացի հիմքում։ Դա քաղաքական դաշտում ընդդիմադիր հատվածում որոշակի տեղափոխություններ, հա, ազդեցության տեղափոխություններ անելն է։ Մնացածը կարծում եմ Հայաստան դաշինքը պիտի հնարավորություն ունենա շատ բարձ գնահատականներ տալու, չնայած Էդմոն Մարուքյանի մասով անիմաստ է իրենց հայտարարությունը։ Իրենք ի տարբերություն պատիվ ունեմի նախապայման էին դրել, չէ՞, որ իրենք պատրաստ են ստորագրել այն տեխնացուի օգտին, որը կունենա 8 ստորագրություն։ Էդմոն Մարուքյանը չունի 8 ստորագրություն, ումից է դժգոհում։ Թող գնա աշխատի, ունենա։ Եվ ժողովրդին օրինակ հանեն հրապարակներ։ Իհարկե, ես վստահ եմ, որ եթե Էդմոն Մարուքյանը կոչ անի 100,000-ավոր մարդիկ դուրս կգան փողոց, կարող է նաև այդ կոչին հետևել, այսինքն այդ կոչը անել, քաղաքացիները դուրս գան փողոց եւ փակեն ճանապարհներ, ստիպեն պատիվ ունեմին, ԿՊ-ին, Հայաստան դաշինքին քվեարկել իր օգտին։ Մյուս կողմից սա գիտեք ինչու էր impeachment-ը անլուրջ եւ ինչ լավ էր, որ առաջադրվեց Էդմոն Մարուքյանը, հա։ Որովհետև տեսեք, սա գործընթաց է, որտեղ հանրային աջակցությունը չի երևալու։ Այսինքն ով ասեց, որ Էդմոն Մարուքյանը չունի հանրային աջակցություն։ Իսկ ով ասեց, որ ասենք Հովիկ Աղազարյանը չունի հանրային աջակցություն, հա։ Սա գործընթաց է, որտեղ ամեն մեկը կարող է հայտարարել, որ ես ունեմ հանրային աջակցություն, ինձ առաջադրեք։ Եղան չէ՞ այդպիսի մարդիկ։ Այո, եւս մի առաջադրում։ Ինձ առաջադրեք, ինքն առաջադրում է։ Այսինքն սա ինչու էր կարևոր, որ հանրային աջակցությունն է, որտեղ տեսեք, նախորդ տարի տեղ ունեցած գործընթացը, երբ հայտարարվեց, որ Բագրատ Սրբազանն է վարչապետի տեխնացուն, որևէ մեկը չասեց, չէ՞, ինչի։ Իսկ ինչու Բագրատ Սրբազանը, որովհետև կար հանրային աջակցություն, Բագրատ Սրբազանը նախորդ տարվա process-ների արդյունքում բնական լիդեր էր դարձել։ Իհարկե դա հիմա այսպես չի փողոցի իմաստով, դա նույն վիճակը չի նախորդ։ Բայց Բագրատ Սրբազանը դարձել էր բնական լիդեր եւ իր վարչապետի տեխնացությունը արդեն լեգիտիմ էր։ Այսինքն падգամավորները ուզեին չուզեին ինքն էր տեխնացուն լինելու կամ երկրորդ տարբերակ, որը մի քիչ դժվարություններ իհարկե կունենար, կարող էր լինել մարդ, որին կպատվիրակեր Բագրատ Սրբազանը, ասել ես քաղաքացիության խնդիր, սիրելի ժողովուրդ, ես պատվիրակում եմ այդ մանդատը տալիս եմ այս մարդուն, առաջադրեք իր տեխնացությունը։ Ուրիշ տարբերակ չէր կարող լինել։ Ու հիմա էլ անլուրջ է, երբ որ մարդ ասում է ես եմ տեխնա։ Իսկ ով ասես դու, ասեմ քանի աջակից ունես դու։ Մինչև այս պահ ովքեր խոսել են տեխնացու լինելու մասին, ընտրություններին մի քանի հազար ձայն են ստացել։ Եվ երկրորդ նախագահի հարցազրույցի եւս մի շեշտադրման կուզեմ անդրադառնանք, նա այդ հարցազրույցում հստակ նաեւ իր առաջնորդության մասին ավելի, հա, մասնավորեցրեց, հստակեցրեց, սա մի հարց է, որը նաեւ տարբեր շրջանակներ մշտապես քննարկել են, հա, թող ինքը իր դեմքով դուրս գա եւ ասի, այո, ես պատրաստ եմ վերցնել պատասխանատվություն, եթե ես ճիշտ եմ հասկացել, այդ հարցազրույցում նա դա ասաց։ Ավելի շուտ ձևակերպումը այսպես եղավ, եթե ժողովուրդը վստահի։ Դե բնականաբար։ Ես չգիտեմ ինչպիսի զարգացումներ կլինեն, որովհետև այնուամենայնիվ միջև նախընտրական process-ների սկիզբը գրեթե 1 տարի եւ մի քիչ ավել ժամանակ կա, չէ՞։ Նո, ընտրությունից առաջ 2-3 ամիսը չհաշվեն, 1 տարի ժամանակ կա։ Բայց մինչև այդ հնարավոր է տարբեր սցենարներ։ Տարբեր սցենարներ կարող են լինել, որևէ մեկը չի բացառում, բայց ես կարծում եմ նախագահն էլ իր խոսքում ասեց, որ ամենառացիոնալ որոշումը կկայացվի իր համար։ Ես չեմ կարող իր փոխարեն ասել ինքը ինչ որոշում կկայացնի։ Նաև այո, պատրաստակամությունը կար, բայց օրինակ միանշանակ չհայտարարվեց էլ, որ ինքը կլինի տեխնացու։ Մյուս կողմից մենք լավ ենք հասկանում, որ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ այսօր ով էլ որ ունի ավելի ամենաշատ ձայները եւ ընդդիմության դաշտում եւ իշխանության դաշտում, ինքը ունի գործընկեր ուժերի կարիք։
որպեսզի ունենալու են գործընկեր ուժերի կարիք, որպեսզի ձևավորեն իշխանություն, հետընտրական գործընկերների մասին, եւ կարծում եմ այդտեղ պատահական չէ, որ նաեւ հետընտրական համագործակցության մասին խոսեցիք։ Գյումրի օրինակը բերեց։ Գյումրի օրինակը բերեց, այստեղ շատ կարեւոր է եւ երկրորդ, երրորդ, հա, մյուս ուժերի հերթականությունը այնպես քանակով չեմ ասում, ով ինչքան ձայն կստան, բայց որ ուժը որ կողմում քանի ուժ ձայն կստան, օրինակ իշխանությունը էս իմաստով կարծում եմ լրջագույն խնդիր ունի, որտեղ Նիկոլ Փաշինյանը հազիվ կարողանա իր տոկոսները ապահովել, Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ ավելի շուտ դարձան այդ Եվրոդաշինքի համար Արամ Զավենովնայի եւ ընկերների համար եղբայրական քաղաքական գերեզմանոց, իրենք տապալվեցին այնտեղ իրաց նախագծերով, իշխանությունը չունի այս պահին գործընկեր, բայց ես կարծում եմ իշխանությունը նաև քննարկում է տարբերակ, որ օգտի ընդդիմադիր դաշտում այս պահին հանդես եկող ուժերից որևէ մեկին, որը հետընտրական process-ում կարող է միանալ իրենց։ Ես այս պահին չեմ կարող ասել որ ուժը, չնայած կան տարբերակներ, կարող է այդպես լինել։ Այստեղ ընդդիմադիր դաշտում էլ պիտի հասկանան, որ մի ուժի միջոցով, գոնե այս պահի տվյալներով հաղթանակ, միանշանակ հաղթանակ հնարավոր չէ։ Գյումրին դրա ապացույցն էր, հա։ Դրա համար պետք է տեսնենք, որ ուժը ինչ հնարավորություններ ունի եւ նաեւ նախնական այսպես պայմանավորվածություններ կարծում եմ պիտի լինեն հետընտրական process-ների առումով, որպեսզի նաեւ շատ անակնկալ չլինի այդ համագործակցությունը, հա։ Հասկանալի է, ես նկատի ունեի ճգնաժամային մենեջեր լինելու Կարծում կենսագրությունն է գնահատել, մենք չենք գնահատում, մարդը կարողացել է եւ Արցախում եւ Հայաստանում կոնկրետ արդյունքներ ապահովել, իհարկե սխալներով եւ մնացած թերություններով հանդերձ, սա ինքն էլ իր խոսքում ասեց, սա իր բեքգրաունդն է, անցած ճանապարհն է, եթե որևէ մեկ ունի նման ճանապարհ, ինքը պատրաստ է ոնց որ քննարկել նաեւ այլ տարբերակ, հա։ Այնպես որ ես կարծում 2026-ի ընտրությունները, որոնք եթե 2026-ին տեղ ունենան, արտահերթ չլինեն, լինելու է շատ կոշտ, շատ ակտիվ քաղաքական պայքարի տեսքով եւ ամեն ձայնի համար կոպիտ ասած կռիվ է։ Եվ իշխանությունը հիմիկվանից է սկսել այդ կռիվը։ Իհարկե իշխանությունը հասկանում է, որ իր համար իշխանությունը հասկանում է, որ իր հնարավորությունները էականորեն նվազել են, իշխանությունը հասկանում է, որ եւ մենք մեր խոսքում ասին չէ Աննա Հակոբյանը ինչի ատելություն գեներացնում, որովհետեւ իրենք հասկանում են, որ ատելություններ հասարակական ատելությունը թուլացել է, այսինքն մարդիկ ավելի շատ սկսել են խոսել իրար հետ, հասկանալի է։ Եվ իրենց մասին։ Եվ իրենց մասին արդեն այ շատ լավ դիտարկում էր եւ իրենք փորձելու են գեներացնել ատելություն, կոնսոլիդացնել իրենց ուժերը, էլի այդ խոսակցություններ բերել, հա այ որ չնայած արդեն չի աշխատում, նախկինները որ հետ կան, չգիտեմ, Սակարեն, Նանկանեն, հա Չնայած ես կարծում եմ նախքին ասվածը այն իմաստով որ ասում է Նիկոլ Փաշինյանը միանշանակ հետ չի գալու, այսինքն իրանք ինչ նախքին ասելով այն բարքերը չէ նկատի ունեն, այդ բարքերը միանշանակ հետ չեն գալու։ Բայց այդ բարքերը այսօր էլ կան։ Եվ այդ բարքերը այսօր կան։ Տեսեք, եթե ժամանակ կա մի դրվագի կուզեմ անդրանալ, Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ խոսում է, չէ՞, հենց խորհրդանում ինչ որ թեմայով ներն են ընկնում, ասում Պողոս Պողոսյանի սպանություն, հոկտեմբերի 27։ Ես ասում լավ, եթե դուք այդքան սպանություններ բացահայտող եք, բացահայտեք Արմեն Իսրայելյանի սպանությունը, չէ՞։ Հարգելի Նիկոլ Փաշինյան կամ ոչ այդքան հարգելի Նիկոլ Փաշինյան։ Գնացեք բացահայտեք այդ սպանության մասին, դուք եք հայտարարել, դուք եք կանոններ հնչեցրել, ընդ որում ես չեմ մեղադրում այն մարդկանց ում անունը տվել է Նիկոլ Փաշինյան, կարող այդ մարդիկ կապ չունեն այդ սպանությանը եւ Նիկոլ Փաշինյան իր սովորույթի համաձայն ուղղակի անուններ է տվել, թիրախավորել է այ։ Բայց անգամ այդ մարդու հայտարարությունից հանցագործություններ են բացահայտվում, հա։ Ինչու՞ չեք բացահայտում այդ սպանությունը։ Ես կառավարության նիստերի դալիճում եւ խմբագիրների հետ հանդիպում եղել 18-ին, հետո 20-ին ես հարցերը տվել եմ։ Գնացեք բացահայտեք, բա Նիկոլ Փաշինյան, եթե նախկինների այդ վատ նախկինների սպանություններ ուզում ես բացել, գնա բացահայտ այդ սպանությունը։ Քո թերթի պատճառով է տեղի ունեցել այդ սպանությունը։ Ամենայն հավանականությամբ։ Էնպես որ այդ թեզերը մաշվել են, այո եւ վատագույն բարքերի կրողները իրենք են դարձել։ Մենք
երբեք չենք ունեցել խորհրդարանի խոսնակ, որը թքի քաղաքացու վրա, հա, երբեք չենք ունեցել երկրի ղեկավարի կին, որը համբալ անվանի քաղաքացիներին, հա, երբեք չենք ունեցել, ասենք, ազգային ժողովում падգամավոր, որը սեռական բնույթի ամբիոնից հայոյանք, ու Շմայսը կար, բայց Շմայսը գոնե ամբիոնից չէր հայում, հա, միջանցքներում էլի վատ էր, բայց եւ երկրորդը Շմայսը ուրիշ բան չէր կարող անել։ Արսեն Թորոսյանը եղել է նախարար, միջազգային կառույցների հետ աշխատել է, խայտարակություն է, այսինքն իրենք նախկին ասվածի վատագույն բարքերը իրենց համար դարձրել են սահմանադրություն եւ սուրբ գիրք, եւ որով առաջնորդվում են։ Նույն թալանը, նույն կոռուպցիան։ Սպառնալիքները ուղիղ հնչեցնում։ Էնպես որ այս մարդիկ սպառվել են իրենց, ինչքան էլ իրենց պատեպատ տան, իրենց օրերը հաշված են, եթե վստահ եմ իրենք փորձելու են ամեն ձև մնալ իշխանության, բայց քաղաքական ուժերը պիտի դրա դեմն էլ առնեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, օրագրին հատկացված ժամանակը սպառվեց, սպասեք մեզ վաղը 5-րդ ուղիղ եթերում առավոտյան 11-ին։